Սիրելի ձկներ, ողջույն, այսօր դեկտեմբերի 20-ն է, իմ օրացույցով օրանի օրը և ես կներկացնեմ ձեր նշանի համար, այսինքն սա վերաբերում է բոլոր անձում ասցենդենտի նշանն է ձուկը և արևի նշանով ձկներին նշեմ, որ ձկները դա փետրվարի 19-ից մինչև մարտի 20-ը ընկած այդ ժամանակահատվածում ովքեր ծնվել են այդ ժամանակահատվածում իրենք ձուկ են արևի նշանով, այսքան արևը գտնում է ձկան նշանում և հիմա 2026 թվականի հունվար ամսվա կանխատեսումը ես կներկայացնեմ ինչն է ուզում եմ նշել անպայման ինչն է հետաքրքիր որ դուք 6-րդ տեղից շարժվել եք 4-րդ տեղ այսինքն հետաքրքրությունը բավականին մեծացել է սիրելի ձկներ և հիմա տեսնենք ինչ ունենք հունվարին Եվ այսպես ունենք նորալուսին, լիալուսին ինչպես միշտ, արևն է փոխում իր նշանը ինչպես միշտ և իհարկե Վեներան, Մերկուրին, Մարսը եւս կփոխեն իրենց նշանը, իսկ Նեպտունը վերջնականապես կհայտնի խոյի նշանում հեռավոր մոլորակ եւ իրեն 2026 թվականին կհետեւի մյուս ամիս արդեն Սատուրնը վերջնականապես կհաստատվի խոյի նշանում։ Ահա այսպիսի իրավիճակներ եւ այսօր նորալուսին է դեկտեմբերի 20-ը եւ հենց այսօր էլ նորալուսնի օրը սև լուսինը դուրս է գալիս կարիճի նշանից եւ 9 ամիս կհաստատվի աղեղնավորի նշանում բնականաբար այստեղ հիմնականում արևի նշաններին է վերաբերում ձկան նշանում Սև լուսինը աղեղնավորի նշանում ձեզ համար լավ չէ բնականաբար ես ձեզ զգուշացել եմ որ 2026 թվականին դժվար է լինելու մասնավորապես 26-ին փաստորեն ձկների մոտ եւ գիտեք շատ հնարավոր է որ ասենք ձկները այդպես շատ է պատահում որ միայն արևը գտնվի ձկան նշանում այդ դեպքում կարող է լավ լինել միայն այդ ժամանակահատվածը մոտ մի շաբաթ դժվար կարող է լինել կամ 10 օր այդ 9 ամսվա մեջ դա այդպես կարող է արտահայտվել եւ ասցենդենտի նշանում էլ դուք կարող եք մոլորակ չունենալ ընդհանրապես ոչ մի բան չլինի հա միայն ասենք ասցենդենտը այսպիսի իրավիճակ կլինի բոլոր դեպքերում արևի նշանով ձկներին ու հիմնականում այլ մոլորակներ եւս լինում են այդտեղ որոշակի հարցեր կլինեն որ պիտի հաղթահարեք նայած թե ասենք արևի նշանով ձկների մոտ ինչ ասցենդենտի նշան է եւ ինչին է վերաբերում որտեւ հիմա եթե բոլոր յուրաքանչյուր նշանը կարող է ունենալ իր ասցենդենտի նշանը լինել ձուկ եւ բնականաբար դա կարող է վերաբերել իր կարիերայում այստեղ անպայման կլինեն որոշակի փոփոխություններ դրա համար պետք է շատ պարտադիր է իմանալ ձեր ասցենդենտի նշանը, իսկ դա դուք կարող եք իմանալ միմիայն ճշգրիտ ժամը հաշվարկելուց հետո։ Մեկ անգամ հաշվարկվում է, դա ընդմիշտ արդեն դուք գիտեք ձեր ճշգրիտ քարտեզը։ Ահա, եւ սրանք են հիմնական ուրեմն իրադարձությունները սիրելի ձկներ, ես հունվարը բաժանել եմ երկու հատվածի, այստեղ կարող են տարբեր ուրեմն իրադարձություններ լինել, իրար լրիվ հակադիր տարբեր կամ ձեր արդեն մոլորակների դասավորությամբ պայմանավորված հնարավոր է որ մեկը հաջորդի մյուսին, այսպիսի տրամադրություն եւս կարող է լինել համենայն դեպս Ուշադիր եղեք, ես կշեշտեմ թե որ նշաններում, ինչ աստիճաններում, եթե մոլորակ ունեք, նրանք ովքեր գիտեն իրենց քարտեզը, որտեղ լավ իրադարձություններ կլինեն եւ որտեղ պարզապես չեք հասցնի իրականացնել դա։ Եվ այսպես հունվարի 3-ին Հայաստանի ժամանակով 14:02:43 Հայաստանում չընդհանուր տեղի կունենա լիալուսինը Հայաստանում այդ ժամին արևելուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ այն կլինի խեցգետնի նշանում։ Բնականաբար դա ձեզ համար լավ է սիրելի ձկներ, նորից նշեմ, եթե դուք խոյի նշանում, կշարքի նշանում շատ մոլորակներ չունեք, ուրեմն ամեն ինչ հիասքանչ է եւ մինչեւ հունվարի 3-ը ձեզ համար շատ հարցեր ուրեմն ձեր բիզնեսի հետ կապված, միգուցե ոմանց մոտ ընտանեկան թեմաները, ուրեմն լավ կարելի ասել ավարտ կունենան, հա, լավ կլինի ամեն դեպքում այս լիալուսինը ձեզ համար լավ է եւ ասեմ որ նորալուսինը եւս լավ է, բայց մենք դեռևս մինչեւ նորալուսին մենք ժամանակ ունենք հասնելու
Իսկ հիմա նշեմ, որ 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին եւ մինչեւ 13-ը այստեղ մենք ունենք շատ ակրկիր համընկնում, աստիճաններն են համընկնում 3 մոլորակների, կարելի է համարել նաեւ մոլորակների շքերթ եւ այստեղ եթե տեսեք ձեզ համար շատ լավ է, եթե մոլորակները ձեր նշանում են, ձեզ համար միանշանակ լավ է, ընդհանուր դրական էներգիան է, սիրելի ձկներ, դա լավ է եւ ցանկալի է, որ դուք ասենք 15 աշճանից հետո խոյի նշանում չունենաք մոլորակ, կշերքի նշանում եւ խեցգետի նշանում դուք 15 աշճանից մինչեւ 30 աշճանը անկած այդ հատվածում դուք չունենաք մոլորակ եւ ամեն ինչ լավ կլինի եւ երկրորդ կեսը արդեն մի քիչ բնույթը փոխվում է, ստացվում է այսպես, որ ուրեմն ցանկալի է, որ մինչև 15 աստիճանը չունենաք մոլորակներ, ցուլի նշանում, կարիճի նշանում եւ առյուծի նշանում։ Այսպիսի հետաքրքիր է, որ ասում եմ հակադրություն, կայ սրա մասին է խոսքը եւ այդպես երկու մասի բաժանված, բայց նպատակը մեկն է գնալ նպատակի յետևից եւ ազատվել խնդիրներից, ոմանք առողջական խնդիրներից են ուզում ազատվել, ոմանք աշխատանքի հետ կապված խնդիրներ շատ տարբեր ուրեմն կարող են լինել բոլոր դեպքերում դուք ուզում եք ազատվել այդ խնդրից եւ կարողանալ շարժվել առաջ, հունվարը կարծում եմ այդ հարցում ձեզ կօգնի եւ ամեն ինչ իր տեղը կընկնի, այնպես որ եղեք ուշադիր եւ հունվարի 17-ին Վեներան է մտնելու ջրհոսի նշան, 20-ին Արևը եւ Մերկուրին կմտնեն ջրհոսի նշան, իսկ արդեն 23-ին Մարսը կմտնի ջրհոսի նշան։ Այսպես բոլորը կհավաքվեն ջրհոսի նշան եւ կփոխեն ձեր կյանքը, կփորձեն ինչ որ բան ուրեմն բարելավել, դա ձեր անձնական ուրեմն քարտեզով է պայմանավորված, նորից եմ նշում, եթե դուք ցուլի, կարիճի եւ առյուծի նշանում շատ մոլորակներ չունեք, ուրեմն ամեն ինչ բարեհաջող կանցնի եւ ասենք խոյի նշանում ունեք մոլորակ, աղեղնավորի նշանում ունեք մոլորակ միջև 15 աշճանը երկվորյակի կշարքեց ձեզ համար բնականաբար այդ ժամանակահատվածը լավ կլինի եւ դա լավ փոփոխություններ, հա, կբերեն ձեր կյանք, եթե ուրեմն նշածս նշաններում դուք ունեք միջև 15 աշճանը ունեք մոլորակներ, այնպես որ կարող են լավ փոփոխություններ լինել, հակառակ դեպքում ուրեմն դա ձեզ այդքան էլ չի հաջողվի, հնարավոր է որ այլ պատկեր ունենանք։ Այսպիսի ուրեմն տպավորություն է, իրավիճակ է, այդպես բոլորը ուզում են ազատվել ինչ որ խնդիրներից, ինչ որ վիճակից։ Չեմ ուզում սա երկրին ասել, դա առանձին վերլուծություն է, դրա մասին խոսել եմ, ինչ եմ ասում, որովհետև երկրում տիրող վիճակը եւս ազդում է մեր հոգեվիճակի վրա եւ դա դրանով է պայմանավորված նաև այնպես չի որ մենք իզոլացած ենք բոլորովին չէ երկրում հայրենիքում ինչ որ կատարում է դա ազդում է եւս մեզ վրա եւ մենք ինչ որ մի բանից ուզում ենք ազատվել ու ձգտում ենք ազատվել ինչ որ մեկից ինչ որ մի բանից այս իրավիճակից ինչևէ դա ես ձկների համար մասնավորապես նշում եմ որովհետեւ ձկները շատ զգայուն են եւ այդպես երկրում կատարվող իրադարձությունները միանշանակ անդրադառնում են մտնում են նաև մեր կյանք այդպես մեկը առանց մյուսի չի կարող ուրեմն լինել սա էլ էսպես եւ ուրեմն հունվարի 26-ին Նեպտունը ձեր մոլորակը սիրելի ձկներ դուրս է գալիս արդեն դուրս է գալու ձեր նշանից եւ ինքը արդեն վերջնականապես հունվարին կտեղավորվի ձեր ֆինանսների տանը եւ փետրվարին արդեն Սատուրնը դուրս կգա եւս կտեղավորվի ձեր ֆինանսների տանը ահա այսպիսի իրավիճակ կլինի Գիտեք, չնայած Նեպտունը ինքը անորոշություն է բերում ձեր ֆինանսների հարցում, ձեր անձնական քարտեզով էլ պայմանավորված, հնարավոր է, որ դուք կարողանաք գումարներ վաստակել, հնարավոր է, որ ինչ-որ ֆինանսական խնդիրներ առաջանան, ինչ-ինչ խաբեություններ եւ այլն պետք է զգուշ լինել առաջիկա տարիներին, երկար տարիներ պետք է ֆինանսական հարցում լինեք զգուշ, ուշադիր ավելի ճիշտ եւ իհարկե այստեղ ձեզ օգնության կհասնի մյուս մոլորակը, որը ձեզ կսովորեցնի
ճիշտ օգտագործել ֆինանսների հետ ճիշտ վարվել եւ անտեղի չօգտագործել այն եթե իհարկե դուք լսեք այդ խորհուրդը արդեն կարծում եմ չեք խաբվի եւ ավելորդ գումարներ չեք կորցնի պարզապես այդ դասը դուք պիտի անցնեք հա պիտի անցնեք եւ հասկանաք ճիշտ ինչպես ճիշտ վարվել ֆինանսների հետ սա շատ կարևոր է ձեզ արժևում դա է սպասվում այնպես որ սա նկատի ունեցեք եւ ես ուզում եմ անդրադառնալ նաեւ նորալուսնին ուրեմն հունվարի 18-ին Հայաստանի ժամանակով 23:51 րոպե 47 վայրկյան արևելք լուսինը կմիավորվեն 29 աստիճանում Եվ նորալուսինը տեղի կունենա այդ եղջյուրի նշանում, այստեղ ձեր գաղափարակիցներն են, հնարավոր է նոր գոլեգաներ, գաղափարակիցներ գտնեք, նոր միջավայր կամ ավելի մեծացնեք ձեր այդ խումբը քանակը կամ ասեմ կամ ոմանք հնարավոր է ասենք աշխատավայրը փոխեն, լրիվ նոր միջավայրում հայտնվեն եւ Այստեղ արդեն լրիվ այլ տրամադրություններ լինեն, սա շատ հնարավոր է նոր սկիզբ դրվի եւ ձեր անձնական քարտեզով պայմանավորված դա կարող է լինել շատ լավ սկիզբ կամ ոչ այնքան դա եւս հնարավոր է բոլոր դեպքերում այստեղ Համենայն դեպս ձեր նպատակներն են ուզում եք շարժվել առաջ, հասկանալ ինչ եք անելու, ինչպես եք անելու այս հարցն է եւ նոր ծրագրեր, նոր պրոյեկտներ բոլոր դեպքերում այստեղ կմտածեք, կկառուցեք, կյանքի կկոչեք, այսպես ասենք նաեւ ամեն դեպքում թող այս նորալուսինը ձեզ բերի սիրելի ձկներ, իհարկե լավ շրջապատ, լավ միջավայր լինի ձեզ համար, դուք ձեզ այդպես զգաք ինչպես ձուկը ջրում եւ թող ձեր բոլոր ծրագրերը, պրոյեկտները իրենք հաջողվեն, դուք ունենաք հաջողություն, դա կարող է լինել անձնական դաշտում, դա կարող է լինել գործնական դաշտում, նաեւ այս տարբերակը եւս հնարավոր է, այստեղ կարող է երեխայի թեմային եւս վերաբերել որոշ ձկների մոտ Այո, այդ ապագան ինչ է լինելու, ինչպես պետք է անել, շատերը երեխայի հարցում եւս ուրեմն անհանգստանում են, մտածում են, թե ինչ պետք է անել։ Ինչևէ, մենք այսքանով ավարտենք, հիմնական այն էր, որ հունվար ամիսը բաժանվում է երկու մասի, իրենք տարբեր կարծես թե իրադարձություններ են լինում կամ հակադիր իրադարձություններ են լինում, եւ թե որ մեկը ինչպեսի ուրեմն իրադարձություններ կբերի ձեր կյանք, դա արդեն ձեր անձնական քարտեզը ցույց կտա, բոլոր դեպքերում դուք դա կզգաք, այն որ դուք ձգտում եք ազատվել որոշակի խնդիրներից, դա կարծում եմ ձեզ կհաջողվի հունվարին, սիրելի ձկներ, որտեղ փետրվարից արդեն ձեր մոտ շատ բան կփոխվի այսպիսի իրավիճակ է եւ ես ցանկանում եմ որ 26 թվականը ընդհանրապես դժվար է լինելու ձեզ համար, բայց թող որ ձեր ցանկությունները իրականանան եւ դուք ձեր բազատվեք այն բոլոր խնդիրներից, որ ձեր արժեվ կկանգնեն եւ թող ամենայն լավն ու բարին լինի ձեզ, սիրելի ձկներ, այսքանը գրեք ձեր տպավորությունների մասին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս։ Լավ եղեք եւ նորից եմ ասում, թող այն երազները, հա, ձկները իրենք շատ այդպես էմոցիոնալ, երազկոտ եւ այլն, թող այդ հեքիաթները ձեր կյանքը լիքը լինի հեքիաթներով, այսպես ասեմ հեքիաթներով, բայց մի կորցրեք նաև իրականության հետ կապը եւ թող այդ հեքիաթները իրականանան, թող լինի ամենալավը, սիրելի ձկներ, այսքան առայժմ